Կարանք ասենք ամեն։ Աղոթքս է, միշտ աղոթում եմ, որ 3 բան երբեք ու երբեք այս եկեղեցին յուրաքանչյուր անձերս երբեք մեր սրտից չթողնենք, երբեք բաց չթողնենք։ Առաջինը Աստծո երկյուղը, երկրորդը Աստծո սրբությունը, երրորդը Աստծո իմաստությունը։ Աստծո երկյուղը, որպիսի հասկանանք, որ այս կյանքում առանց Աստծո ապրելը սուտ է։ Եվ ինչպես Աստծո խոսքն է ասում, ահով ու դողով պահենք Աստծո երկյուղը մեր մեջ։ Այո, Աստծո երկյուղը մեր մեջ, որտեղ Աստծո երկյուղն է, որ մեզ թույլ չի տա սահմաններ անցնել։ Մենք միշտ Տիրոջ սահմանները գծած կհարգենք ու կպատվենք։ Կարա եկեղեցին ասի ամեն։ Երկրորդը Աստծո սրբությունը։ Այո, մենք փրկված ենք Աստծո շնորհքով, բայց աղոթքս է, որ այս եկեղեցին յուրաքանչյուր անձ ապրի, բնակվի, հարգի ու պատվի Աստծո սրբությունը, որ այդ շնորհքը ողջ իմաստը սրբության մասին էր, որ այդ շնորհքը մեզ սրբեց, արդարացեց ու կատարյալ արեց Հայր Աստծո առջև։ Եկեք ապրենք այդ սրբության մեջ։ Ճիշտ է, հիմա մի քիչ աղավաղված է, մարդիկ ասում են շնորհքը կա, մեղքը ոչինչ, որ գործում ես, նման բան չկա։ Շնորհքի տակ ապրող մարդը սրբությունը պատվող սրբության մեջ ապրող մարդը։ Կարանք էլի դարձյալ ասենք ամեն, եթե կարելի է Հարութ եղբայրջան այդ դուռը փակեք, լավ։ Երրորդ կարևոր բաներից մեկը նաև իմաստությունը։ Մենք ամեն օր արթնանում ենք եւ ամեն օր մենք որոշման առջև ենք կանգնած։ Ամեն մեր քայլերը որոշում է, սա անեմ, սա չանեմ, սա անեմ, սա չանեմ։ Աղոթքս է, որ այս եկեղեցին յուրաքանչյուր անձ Աստծո իմաստությամբ ապրի, որովհետև Աստծո իմաստությունն է, որ մեզ հետ կպահի սայթակելուց, սխալվելուց, մեր բերանը սխալ տեղերը բացելուց, Աստծո իմաստությունն է, որ մեզ իսկապես կզարդարի, Սուրբ Հոգու պտուղները մեր մեջից կսկսի տալ, պետք է ձգտենք, փափագենք միշտ իմաստության։ Վերջի չեմ իմանում 6 ամիսն է, քանի ամիսներն է մենք առակած գիրքն ենք ընթերցում եւ իսկապես զարմանալու է մեկ բանը, քանի համարներում, քանի տեղերում շեշտում է Տերը։ Ուրեմն իսկապես նա իր իմաստության այդ գիրքը, որ տվեց Սողոմոնին, Սողոմոնն էլ թողեց մեզ, իսկապես այդ խոսքը այնքան է կրկնվում, որ մեր մեջ իսկապես գցի արմատ եւ մենք կարողանանք ապրենք այդ իմաստությամբ։ Ամեն։ Հայտարարություն ունեմ եւ կուզեմ այս հայտարարությունը լուրջ ընդունենք։ Աստծո ժողովուրդ, ոչ միայն այս եկեղեցու անդամները, այլ նաև եկեղեցուց դուրս բոլորին ենք հրավիրում։ Ունենալու ենք այս գալիք 5-շաբթի օրը զույգերի ծառայություն։ Կարող եք բոլորը շնորհակալություն ասել մեր Էդո եղբորը եւ Ժաննա քրոջը, որովհետեւ այս վերջերս իրանք շատ ինձ քաջալերեցին իրենց հարցերով, որը հրաշալի է, որ տեսնում եմ կա սիրտ, կա փափագ, որոնք իսկապես ձգտում են, որ իրենց տունը կառուցվի ժայռի վրա։ Փառք Հիսուսին, որ Սուրբ Հոգին դրեց մեր սրտում եւ այս 5-շաբթի օրը կկայանա մեր զույգերի, վերջապես զույգերի այդ ծառայությունը, որտեղ կլինեն հովիվները, երեցները, աղոթքներ կարվի, յուղով կոծենք, այն տկար տեղերը, այն պակաս տեղերը, որ ամուսինների մեջ, որը խանգարում է, որը որ իսկապես բաժանում է բերում, հոգևոր, միգուցե ֆիզիկապես չէ, բայց հոգևոր բաժանում կա նրանց մեջ, հույսով, հավատքով, սպասումով եկեք, որ 5-շաբթի օրը մեծ բժշկություն ենք ապրելու, որ ամեն մեկս առնելու ենք մեր բաժինը Հիսուսից, որովհետև ընտանիքը թանկ բան է Աստծո համար եւ բոլոր նրանք, ովքեր թռուցիկ են նայում ընտանիքին, ովքեր կարող են իրենց սահմանները անցնել, Աստծո գծած սահմանները եւ փչացնել, կործանել ընտանիքներ, դա ուղղակի Աստված կպահանջի, դրա համար պետք է մենք հիմա որպես Աստծո մարդիկ Աստծո տան մեջ իմաստությամբ
վարվենք մեկս մույսի հետ։ Ուրեմն ուզում եմ բոլոր եկեղեցու զույգերը ներկա լինեն։ Բոլոր նրանք, ովքեր ամուսինները չեն գալի, համոզեք, ասեք ձեզ լավ տեղ ենք տանում, եկեք մեր հետ, որովհետև ես վստահ գիտեմ, որ այդ օրը չի լինելու ինչ որ մի խիստ քարոզ կամ ինչ որ մի բան, որը որ իրանց կգայթակացնի։ Ուշադիր լսեք, նորերի հետ է խոսքս։ Կհավանեն, դուրները կգա, որովհետև այն ինչ որ Աստված կարգել է ընտանիքի հիմք, ընտանիքի սյուն, շատ գեղեցիկ Սուրբ Հոգին կմատուցի բոլորիս։ Կարանք ասենք ամեն։ Եկեք փառտանք այդ հնարավորության համար։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կարծում են իրանք արդեն կայուն ընտանիքներ են, կարիք չունեն, հենց այդտեղ սխալվում եք, որտեղ ասում եմ, բոլոր նրանք, ովքեր կարծում են կանգնած են, զգուշ եղեք չընկնեք, որովհետև Սատանան մռնչացող առյուծի նման ամեն ժամանակ մանա գալիս, ինչ անի, գողանա, կործանի, փչացնի, ինչ, առաջինը հավատք, ընտանիք, այն ինչը սկզբունքները աստվածային, որ տվել է Տերը։ Ամեն։ Այսօր Պենտեկոստեի օրն է, եկեղեցին այսօր Սուրբ Հոգով ծնունդ առավ, Աստծո ժողովուրդ, այդ իսկ պատճառով ուզում եմ շնորհավորեմ, ոչ թե միայն այս եկեղեցու, Քրիստոսի եկեղեցու, ողջ աշխարհով տիեզերքով մեկ, Քրիստոսի եկեղեցու ծնունդը, որը Պենտեկոստեն է, այո, ոտքի վրա եկեք փառք տանք մեր Տիրոջը, փառք տանք մեր Տիրոջը, ամենալավագույն ծափերը տվեք Տիրոջը, թող մեր Տերը փառավորվի, որովհետև իսկապես առանց Սուրբ Հոգու չեր լինի։ Թույլ տվեք ասեմ, որ այս օրն էր, որ եկեղեցին երկնքից զորություն հագավ։ Եվ ամենակարևոր տեղն եմ գալի, վախից դեպի անվախ անցում կատարեց եւ այսօր մինչեւ օրս ակտիվորեն տարածելով ավետարանի ուղերձը։ Իսկ մենք այսօր Աստծո ժողովուրդս այս դարի, այս թույլ տվեք ասեմ ժամանակակից դարի ժողովուրդս, այսօր մենք դարձյալ 2000 քանի տարի առաջվա Պենտեկոստեի այդ օրվա այդ Սուրբ Հոգու այցելության վկաներն ենք։ Ես ձեր տեղն էի հենց այնպես ամեն չէի ասի, ծապ կտայի, փառք կտայի Տիրոջը, որ այսօր էլ եկեղեցին նույն կերպով, նույն հոգու առաջնորդությունով շարժվում է։ Եկեղեցի, կուզեմ մի պահ, բոլորս միասին, մի պահ ուղղակի պատկերացնենք Երուսաղեմում տեղի ունեցած այդ տեսարանը, մի պահ ուղղակի պատկերացնենք։ Աշակերտները Հիսուսի հետ էին 3 տարի քայլում էին, Աստծո հրաշքները, նշանները, տեսնում էին, կողերը քայլում են, կույրերը տեսնում էին համրները խոսում են, դիվահարվածները ազատագրվում են, մեռելները կենդանանում են, 3 տարի տենում են հրաշքի վրա, հրաշքը ամեն օր, եթե գրքեր գրվեր, չէր հերիքի Հիսուսի հրաշքների մասին գրելը։ Այս ինչ որ մենք տենում ենք, շատ սահմանափակ բաներ ա գրված, շատ էր Հիսուսի հրաշքները, դուք պատկերացեք 3 տարի ամեն օր առավոտից իրիկուն հրաշքներ էր կատարվում, ամեն մի անձ, որ հանդիպում էր Հիսուսին, նրա կյանքը փոխվում էր, մեկ էլ հանկարծ Հիսուսի աշակերտներից մեկը դավաճանում է Հիսուսին մատնում է 30 արծաթով, Հիսուսին տանում չարչարում են, ծաղրում են, խայտառակում են, վերջում էլ խաչում են, մահանում է, 3-րդ օրը իր խոստացածի պես հարություն է առնում եւ անց համբարձվում է։ Համբարձման օրը բոլոր աշակերտներին ասում է մեկտեղ հավաքվեք եւ այնտեղ Հիսուսը կանգնած նրանց բան է պատվիրում, ասելով այս խոսքերը։ Ղուկաս 24:48 Ահա ես իմ հոր խոստումը ձեզ եմ ուղարկում, իսկ դուք գնացեք Երուսաղեմ քաղաք, այնտեղ մնացեք ու սպասեք խոստումին, մինչև վերևից զորություն կառնեք։ Աշակերտները եկան եւ բոլորը մեկտեղ հավաքված էին Վերնատանը։ Պատկերացեք դուք այդ ամբողջ ընթացքը մինչև Սուրբ Հոգու գալը, իրանց վախերը, իրանց հիասթափությունները,
Մտածում են, բա որ ոնց որ Հիսուսին, բա որ այտենց մեզ խաչ են իմանան Հիսուս Նազովրեցու հետևողներն ենք։ Մի խոսքով պատկերացեք այդ ամբողջ ընթացքը իրանք աղոթում են, սպասում են, այսօր չեկավ, մույսօրը չեկավ, այն մույսօրը չեկավ, եկավ Պենտեկոստեը։ Պենտեկոստեի Իսրայել ժողովուրդը միշտ տոնում էր, դա մի հատ ուրիշ բան է, հետո կբացատրեմ ինչ տոներ, ինչ էին անում։ Բայց այդ օրներ հանկարծակի բոլորը սովորաբար նույն օրվա նման նստած միասին մեկտեղ հավաքված աղոթք են անում, մեկ է հանկարծ ասում է սաստիկ քամու պես, ասում է երկնքից մի հատ զորություն է իջնում այնտեղ եւ բոլոր այդտեղ նստածները, որոնց մեջ կան Հիսուսի մայրը մնացած, բոլորը հանկարծ Սուրբ Հոգին իջնում է նրանց վրա ու ամեն մեկը սկսում է լեզուներով աղոթքներ անել։ Գիտեք, այնտեղ կային այդ տարածքում կային շատ ասում է հավաքված են շատ իրանց շուրջը աստվածավախ հրյաներ բոլոր ազգերից, այսինքն միգուցե մարդիկ էին եկել էին, ասենք, Հունաստանից, տարբեր տեղերից, ամեն մեկը բոլորը մեկտեղ հավաքված, հանկարծ լսում են, որ այս մարդիկ աղոթում են իրենց մայրենի լեզուներով, տարբեր լեզուներ ու բոլորը տարբեր լեզուներով աղոթում են։ Եվ Աստծո ժողովուրդ իրար հետ սենց խոսում են, ասում են, էսի չա կատարվում, սրանք Աստծո մեծագործություններն են խոսում, Աստծո մեծ խոսքերն են խոսում, բոլորը զբայված, մի տեսակ զարմացած, ապշած միմյանց հարց են տալի, ասում են, սա ինչ կարող է լինել։ Եվ ասեմ ձեզ այդ նույն այդ ժողովրդի մեջ կային մարդիկ, ովքեր էլ ծաղրում էին, այսօր է չէ կան այդ նույն մարդիկ, են չար հոգիները, որ ծաղրանքով են նայում, այդտեղ կային մարդիկ, որ ծաղրում էին, ասում են, սրանք հաստատ քաղցր գինիով հարբել են, դա համար սենց խոսում են ամեն մեկը մի լեզու։ Աստծո ժողովուրդ, թույլ տվեք ասեմ, բոլորդ ովքեր Աստծո խոսքը գիտեք, լավ գիտեք, որ այդ օրը եկեղեցու Սուրբ Հոգով մկրտվելու նշաններից մեկը, որը որ բացահայտ իմացան մկրտվել են, դա լեզուներով խոսելն է։ Գիտեք, այստեղ ոչ բոլորդ եք Սուրբ Հոգու լեզուներով խոսում։ Պողոս Սարաքյալը իր թղթերում քաջալերում է եկեղեցուն ասելով կամենում եմ բոլորդ Սուրբ Հոգու լեզուներով խոսեք։ Ճիշտ է ասում է բոլորդ մարգարյանակ, տարբեր պարգևներ կա, Սուրբ Հոգին որ գալիս է տարբեր պարգևներ ա տալի, բայց Պողոս Առաքյալը ստեղ մի հետաքրքիր խորհուրդ ա հայտնում, ուզում եմ բոլորդ խոսեք լեզուներով։ Թույլ տվեք ասեմ, ես էլ եմ կամենում բոլորդ լեզուներով մկրտվեք։ Լեզուների մկրտության քարոզը ես շատ եմ տվել, դարձյալ էլի կտամ, որտեղ շատ նոր մարդիկ կան, հարկավոր է, որտեղ միակ լեզունա, որ նա չի կարողանում թշնամին հասկանալ, որ մեր հոգուն, Աստծո հոգին մեր մեջից հառաչանքով աղաղակում է հորը, գիտի մեր կարիքը նախքան էդի գալը։ Սուրբ Հոգու պարգևը լեզուների հրաշալի պարգև է։ Այսօր, քանի որ խոսում եմ այդ մասին, ուզում եմ քաջալերեմ ասելով ձեզ փափագեք ունենալ այն։ Խնդրեք, փնտրեք, թակեք, Տերը կտա այն։ Բայց ամենակարևորը դրանցից այն է, որ պետք է հավատքով առնեք, որովհետև ամեն բան Աստծուց, մինչև առնելը նախորոք հավատքով պետք է մենք այն առնենք առանց կասկածելու, ամեն։ Այդ օրը ինչ կատարվեց, Սուրբ Հոգին պաշտոնապես եկավ և բնակվեց իր եկեղեցու մեջ, ով էր եկեղեցին, ես և դու, մեր մեջ եկավ և կառուցեց Սուրբ Հոգու տաճարներ և եկավ ու բնակվեց մեր մեջ և բաժանեց պարգևներ Սուրբ Հոգին բոլորին, լեզուներով խոսելը, տարբեր տեսակ պարգևներ կա, մարգարեությունները և այլն։ Աստծո ժողովուրդ, ճանաչելով Պետրոսի բնավորությունը բոլորս գիտենք, որ Պետրոսը մի քիչ ագրեսիայով, շուտ արձագանքող բնավորության տեր մարդ էր։ Աստված իրան այտենց ընտրել էր, այտենց է սիրում էր, որովհետև իրան պիտի փոխեր Սուրբ Հոգին։ Եթե մարդը մնում է ագրեսիվ է նույն իրավիճակում, ուրեմն Սուրբ Հոգուն չի թույլ տալի իրան փոխի։ Բայց
Աստված ընտրում է այտենց, բայց Աստված գործ է անում, Սուրբ Հոգին ու փոխում է։ Պետրոսը եթե մեկի հետ խոսար, մի սխալ թարս ու շիտակ բաներ էր ասում, բայց ինչ ենք տեսնում Սուրբ Հոգու մկրտությունից հետո ինչ կատարվեց Պետրոսի հետ։ Հանկարծ Պետրոսը 11 է դուրս է գալիս, եւ այդ ժողովուրդը իրանց ծաղրողները եւ զարմացածները բոլորը մեկտեղ կանգնած, Պետրոսը սկսում է իր առաջի քարոզը տալ։ Եվ նրանց առաջի բանը, որ ասում է, սրանք էս մարդիկ մեզ, որ տեսնում եք, որ սենց լեզուներով աղոթում ենք, հարբած չենք, հլը օրվա 3-րդ ժամն է, ոնց կարանք հարբած լինենք, ասում է, էս ինչ որ դուք տեսնում եք, Հովել մարգարեի մարգարեությունն է կատարվում, որտեղ Աստծո խոսքը տրվեց Հովելին, եւ նա մարգարեացավ եւ ասաց այս խոսքերը, ասեց. Վերջի օրերին ասում է Աստված, իմ Գործ առաքելոց 2:15-ում կարող եք ընթերցել, ասում է, իմ հոգուց պիտի հեղեմ, այսինքն պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ ձեր որդիները ու դուստրերը պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, եւ իմ ծառաների ու աղախինների վրա եւս այդ օրերին իմ հոգուց պիտի թափեմ, եւ պիտի մարգարեանան, եւ պիտի ցույց տամ հրաշքներ վեր երկնքում եւ նշաններ ներքևում, երկրի վրա, այրում, կրակ ու ծխի սյուն, արեգակը պիտի փոխակերպվի խավարի եւ լուսինը այրան, ուշադիր լսեք, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը, եւ այնպես պիտի լինի, որ ամեն ոգ, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի։ Մարգարեանումը եւ ինչը առաջի բանը ասում, որ իմ հոգին պիտի թափեմ բոլորի վրա, Աստված իր հոգին թափել է բոլորի վրա, մնում է մարդը ընդունի այն, հավատքով առնի այն, որովհետև այդ Աստվածը չի գալի ու քացով տալի դուռը մտնում ներս, ոչ էլ գողի նման, գողի նկատի ունեմ թշնամու նման պատոհանից է մտնում, հա, թակում է դուռը, թակում է քո սրտի դուռը, եթե բացես, նա ներս կմտնի, նա կգա եւ քո հետ ընթրիք կանի, նա կգա ու կբնակվի քո մեջ, սա ստեղ խնդիրը ոչ թե մենք նստենք մտածենք բախի իմ հետ բաներ չի, որովհետեւ սրտի դուռը անկեղծորեն բացել ես նրա առջև, նա եկել է քո սրտի մեջ որպես հյուր, թե որպես բնակվելու Աստված, թագավոր, արդյոք նա է նստում քո սրտի գահին, ամեն, եւ այստեղ Պետրոսը, երբ որ այս ամենը սկսում է խոսալ, նաև խոսում է Հիսուսի չարչարանքները, խաչը, հարությունը, համբարձումը եւ դրանից հետո նրանց հորդորում է ժողովրդին, պատկերացեք ժողովուրդ, Պետրոսը ասում է նրանց ապաշխարեք, մկրտվեք, փրկվեք Հիսուսով, որտեղ միայն մեկ ճանապարհ կա Հիսուսն է, նրանց բացատրում է, որ այն Մեսիան, որ խոստացված էր մեզ, արդեն եկել է, դա հենց այն նազովրեցի Հիսուսն է, որին խաչեցին, գիտեք ինչ կատարվեց այդ պահին, դուք նայեք Սուրբ Հոգու գործը, Պետրոսը մի հոգու չի կարում առաջ խոսա, բայց հիմա Սուրբ Հոգով մկրտվել է, խոսալուց հետո 3000 հոգի մարդ ապաշխարում է, մկրտվում է եւ փրկվում է, առանց Աստծո ոչինչ չենք կարող անել, բայց մենք ստեղին չենք տենում, Սուրբ Հոգին եկավ, Սուրբ Հոգով ամեն անհնարինը հնարավոր դարձավ, եւ այսօր Սուրբ Հոգին իմ միտքս գրավեց ու տարավ մի հատ վերնագրի վրա, որը որ կուզեմ այսօր բարձրաձայնեմ, քարոզի վերնագիրն է, առել եմ Հովանես 15-րդ գլխի 5-րդ համարից, որտեղ Հիսուս նշում է եւ ասում է, առանց ինձ ոչինչ չեք կարող անել, գիտեք մենք շատ ենք խոսում, քաջալերում եմ, ասում եմ ձեզ Հիսուսի զորությամբ ամեն բան կարող ենք, բայց այսօր ուզում եմ մեր միտքը լուսավորվի մի կարևոր բանի վրա, եթե բաներ ես անում առանց Սուրբ Հոգու, քո աստվածապաշտության կյանքի մեջ, Սուրբ Հոգուց մղված ու առաջնորդված չես անում, չի ստացվելու, որտեղ առանց Աստծո ոչինչ չենք կարող մենք անենք, երբ որ Հիսուս ասում է առանց ինձ ոչինչ չեք կարող անել, դուք հասկացեք, որ նա երրորդությունը Հայր Որդի Սուրբ Հոգի մեկը,
Ես ասեմ առանց հոր, առանց Սուրբ Հոգու, առանց Հիսուսի, ես նույնն եմ ասում, առանց Աստծո ոչինչ չենք կարող մենք անենք, ամեն, Աստծո ժողովուրդ ջան, Սաղմոս 127:1 համարում, դրա համար Դավիթը շատ գեղեցիկ նկարագրում է, կուզեմ այսօր մենք բոլորս հասկանանք այս խորհուրդը, ասում է, եթե Տերը չշինի իր տունը, զուր են աշխատում նրա շինողները։ Տունը ով ենք, տաճարը ով ենք, մենք։ Եթե այս տաճարը Սուրբ Հոգին չշինի, զուր ենք մենք, որտեղ մի օր կգա, որ մենք կցանկանանք այդ աշխարհի հավաքույթները, կցանկանանք այն աշխարհի վատ կյանքի ոճերը, երկար չենք ձգի հոգևոր կյանքի մեջ, որտեղ հոգևոր կյանքը խաչ է պահանջվում եւ հոգևոր կյանքում մենք խաչ ենք կրում մեր հետ։ Դա կարալնի, որ Աստված քո շուրջդ մարդկանց կհանի, մենակ էլ կմնաս, հալածանքներ կգան, չարախոսություններ կգան, փորձություններ կգան, մինչև վերջ կարաս համբերես, թե արդեն կանգնածը տեղը Երանի ես տալի են օրերը, որ մի օր հավաքվում էինք, տղեկով խմում էինք, կամ հավաքվում էինք, մի անառակ տեղ էինք գնում։ Եթե Սուրբ Հոգին չշինի այս տունը, հետ ես գնալու քո առաջվա ցանկություններին։ Եվ ստեղ ասում է, Դավիթը ասում է, եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինողները։ Եթե Տերը չպահպանի քաղաք, այսինքն եթե Տերը չպահպանի, մենք ամեն մեկս մի աշխարհ ենք ներկայացնում։ Եթե Աստված հենց Սուրբ Հոգին չպահպանի մեզի ամեն ժամանակ, եկած տեղը մեր ականջները փակի, մեր աչքերը փակի, մեր բերանը փակի սանձի, գիտեք, պատճառ կար, որ Սուրբ Հոգին, երբ որ մկրտեց եկեղեցուն, առաջի բանը լեզուները փոխվեց։ Մեր լեզուները պիտի օրհնող լեզուներ դառնան։ Աստծո մեծամեծ գործերի մասին պատմեն, ոչ թե թռուցիկ էս ունայն աշխարհի թեմաները, բամբասանքները, դիվային մակարդակի առևտուրների մասին բաց թողեք։ Սուրբ Հոգին եկավ փոխի մեր լեզուները։ Մեր լեզուները սովորացեց, որ երկնայինը սովորի, մեր լեզուների հիմքը լինի Տերը, որ մեր լեզուն, երբ որ կբացենք օրհնություն, բարին բխի մեր բերանից, ոչ թե անեծքներ, հայհոյանքներ կամ տգեղ բաներ, ինչը սատանայից է։ Ինքը գիտի, որ սա սատանայից է, ինքը եկել է սա փոխելու, շուռ տալու, սարքելու, այստեղ է Տերը կառուցում իր տունը, ամեն։ Աստծո ժողովուրդ ջան, Սուրբ Հոգի զորություն տվեց նա եկեղեցուն։ Սուրբ Հոգին շինեց մարդկանց մեջ իր տաճարը։ Սուրբ Հոգին խոսեց ու գործեց այդ մարդկանց միջոցով եւ այսօր նաեւ մեր միջոցով 2000 քանի տարի անցել։ Սուրբ Հոգու ձեռագիրը չի փոխվել, համբերատար Սուրբ առաջնորդությունն սովորեցնում մեզ, ամեն։ Առանց Աստծո ոչինչ չենք կարող անել, բոլորս դա հասկացանք ու իմացանք, չէ՞, լուսավորվեց մեր միտքը, բայց եկեք դարձյալ խոսեմ ու հաստատեմ այն խոսքը, որտեղ Պողոս առաքյալը Փիլիպեցիս 4:13-ում ասում է, բայց ամեն բան կարող ենք մեզ զորացնող ումով Հիսուսով։ Այսինքն, եթե Սուրբ Հոգին մեր մեջ է, եթե Սուրբ Հոգին մեր մեջ է բնակվում, ամեն անհնարինը հնարավոր է անում։ Անժելա քուրս, ամեն անհնարին բան հնարավոր է Սուրբ Հոգու միջոցով։ Այն ինչ որ կարա սայկլի նման կրկնվի ու ասես, էլի չի ստացվելու։ Ես խոստանում եմ, ստացվելու է, որովհետև մեր Տերը, եթե կարա մեռելին կենթանացնի, եթե մեր Տերը կարա ոսկորները ջարդրտված, այդտեղ թափված, ասում է մարգարեին խոսակյանք եւ նրանց վրա միս կգա ու նրանք կկենթանանան, կենթանացան, զինվորները կանգնեցին բանակը։ Այդ նույն Աստծու մասին ենք մենք խոսում, այդ նույն Սուրբ Հոգին է, որ կարա մեռածը կենթանացնի, իրականացնի։ Ուզում եմ խոսել այն մասին, որ եթե Սուրբ Հոգին մարդուն վերստին ծնունդ չտա, Աստծո ժողովուրդ, եթե Սուրբ Հոգին չաշխատի մարդու մտքի ու սրտի հետ, նա չառաջնորդի, նա չխրատի, նա չհանդիմանի, եթե էսի Սուրբ Հոգին չանի, խոստանում եմ ձեզ, մարդը կարող է եկեղեցի գա
եկեղեցում լինի, բայց իր կյանքում երբեք ու երբեք փոփոխություն չլինի, որովհետև մարդկային իր մտածելակերպով, իր ուժով այնքը փորձում իրան փոխի։ Դու պետք է ամեն օրը արթնանաս ու տաս Սուրբ Հոգուն։ Բենիհինը մի հատ գեղեցիկ խոսք ասում է, որ առավոտները արթնանում եմ, ասում եմ բարի լույս Սուրբ Հոգի։ Այո, Սուրբ Հոգու հետ շփումը սկսի եւ Սուրբ Հոգու հետ ավարտվի, որպեսզի Սուրբ Հոգին տիրի, որպեսզի Սուրբ Հոգին կառուցի իր տաճարը, սրբի ու մաքրի իր տաճարը, ամեն։ Կեղծ աստվածապաշտություն, ինչը շատ տարածված է այսօր, Հիսուսը ամենաշատը Մատթեոս 24-րդ գլխում խոսում էր կեղծիքի մասին, որ շատ կեղծ մարգարեներ, կեղծ ուսուցիչներ, կեղծ քույր եղբայրներ, ասում են նույնիսկ մեր մեջից հելան մեզնից չէին, կեղծիքներ շատ ենք տենալու։ Այդ կեղծիքներն է հենց ամենավտանգավորը, որ կարա թթխամորի նման կողքինին է տարածի, որովհետև կեղծավորությունը դա մի հատ թթխամոր է, որ զանգված կա դառնում, մեծանում է եւ տարածում է եւ էդի տարածվող է, վարակիչ է, ոնց է գրիպը վարակիչ հիվանդություն, չէ՞, մեկը կողքդ փռշտաց, դու անմիջապես վարակվում ես, այս կեղծավորությունն էլ է, նույն հիվանդությունը, մեկը կողքդ հանկարծ մի հատ կեղծիկ դուրդ գալիս է եւ սկսում ես դու էլ մտնել այդ նույն դերի մեջ, սա Աստծուն փառք չի բերում։ Գիտեք, ես շատ եմ ասում, ցավով եմ ասում սա, բայց ես հավատում եմ, որ աշխարհը շատ բեմի վրա շատ մեծ դերասաններ ա կորցրել։ Թաթերական մտնելու տեղը մտել են եկեղեցի ես դերասանները ու լավ խաղում են, ու լավ երկարել խաղում են։ Սա ամենավտանգավոր բանն է Աստծո ժողովուրդ ջան։ Մենք կամ գալիս ենք Աստծուն անկեղծ, Տեր հիվանդ եմ, հոգիս հիվանդա, միտքս հիվանդա, բնավորությունս հիվանդ եմ, Տեր, օգնիր ինձ, որտեղ Հիսուս ասաց եկա հիվանդների, մեղավորների համար, ոչ թե կատարյալների, բայց մարդիկ կան մտնում են, թե չէ առաջինը իրանց են գովում, թե իրանք ով են եղել, ինչ են եղել, ում մոտ ենք եկե խաբելու, իրա, մենք մերկ ենք իրա առաջ, մերկ, բոլոր մեր բնավորության գծերից, նույնիսկ հլը մեր բերանից չարտահայտած ինքը արդեն գիտի մեր միտքը ինչ ենք արտահայտվելու, ում ենք խաբում, ուր ենք խաղում, ստեղ խաղալու բեմ չի, ստեղ ապրելա, ստեղ խաչ կրելա, ստեղ Սուրբ Հոգուն հնազանդվելա, ստեղ Սուրբ Հոգու առաջնորդությամբ քայլելու ապրելա, առանց Սուրբ Հոգու կյանքդ կվերածվի կեղծիքի, բայց Սուրբ Հոգով քո կյանքդ կզարդարվի ու զորանա, կբարձանա ու կփառավորի Հորը, որ հավիտյանս հավիտենից արժանա, ամեն։ Կուզեմ խոսել մի դրվագի մասին, որտեղ Հիսուսը տնից դուրս եկավ, կարող եք այս պատմությունը ընթերցել, ուրեմն Մատթեոսի 13:4 գլխում, Մարկոսի 4:3 գլխում, Ղուկասի 8:5 գլխում, կարող եք գնալ տուն ընթերցել։ Հիսուսը տնից դուրս եկավ լճի ափին, ասում է, այնտեղ նստած էր, մեկ է ժողովուրդը հենց տեսան Հիսուս եկել, սաղ սկսեցին հավաքվել իր շուրջը։ Բազում ժողովուրդ եկավ Հիսուսի շուրջը եւ արդեն ինչ Հիսուսը պիտի խոսեր եւ որ տեսավ շատ են ժողովուրդը նստեց նավը եւ նավի մեջից խոսում էր ժողովրդի հետ եւ մի առակ պատմեց որը որ ես կապում եմ նաեւ այսօրվա Պենտեկոստեի օրվա հետ Աստծո ժողովուրդ ջան բոլոր Աստծո խոսքը պատմությունները բոլորը իրար հետ շղթայված են Մենք սա կարող ենք այս առակը ուրիշ մի տեղ տալ եւ դա օրհնություն բերի, բայց միևնույն ժամանակ այսօր ես տեսել եմ շատ հարմար, որ կարող եմ այսօր այս առակի մասին խոսել։ Եվ Հիսուսը ասաց նրանց, ասաց սերմնացանի առակը։ Սերմնացանը ասում է գնաց եւ սերմ սկսեց ցանել։ Մի քանի սերմեր ցանելիս, ուրեմն սերմնացանը մենք հասկանում ենք ինչ Աստծո խոսքն է, որ հելելա ցանելու։ Ուրեմն մի քանիսը ասում է ընկան ասում է կներեք մի քանի սերմերը ասում է ճանապարհի եզրին ընկան արդեն պատկացեք սերմը ճանապարհի եզրին որ գցես ինչ ալնելու obviously ոչ մի պտուղ ոչ մի ծիլ չի տալու եւ այնտեղ ասում է մի քանի ընկան ճանապարհի եզրին երկնքի թռչունները եկան ու դրանք կերան փչացավ այդ սերմը
Երկրորդ օրինակը որ տալիս է, ասում է ուրիշներն էլ քարքարոտ տեղ ընկան, որ շատ հող չկար։ Եվ ասում է իսկույն բուսնեցին, շատ քիչ հող, բայց շուտ բուսնեցին նրանք, բայց երբ արևը ծագեց, ասում է վառվեցին ու չորացան, որովհետև արմատ չունեին։ Երորդ տարբերակ ասեմ, երորդ տարբերակ ասում է ուրիշներն էլ այդ սերմերը ընկան փշերի մեջ։ Երբ փշերը ասում է բարձրացան, խեղդեցին այդ սերմերին եւ ինչ կատարվեց, այլևս ասում է չբուսնեցին։ Չորրորդ տարբերակը լսեք։ Աստծո կամքը այս չորրորդ տարբերակն է յուրաքանչյուրի համար։ Ասում է ուրիշներն էլ ընկան պարարտ հողի վրա, ասում է պատուղ տվեցին, մեկը 100 պատիկ, մեկը 60 պատիկ, մեկն էլ ասում է 30 պատիկ, սկսեցին պատուղ տալ։ Եվ Հիսուսը ասաց լսողներին, այս խոսքերն ասում, ով, ուշադիր լսեք այս բառերը, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Հիմա ես գնում եմ Հայտնություն գիրք, 7 եկեղեցիներին նամակը, որ տրվել է աշակերտներին, կներեք, հովիվներին, որ փոխանցեն ժողովրդին։ 7 նամակների մեջ մի բան կա, որ անդադ կրկնվում է։ Ով ականջ ունի, թող լսի ինչա հոգին ասում եկեղեցուն։ Եկեղեցին մենք ենք եւ հոգին միշտ խոսում է, բայց խնդիրը ստեղ արդյոք լսում ենք։ Այսօր ստեղ նստած ես դու, ուշքու միտքը դուրսնա կամ այսօր ինչ ես անելու, թե ուշքու միտքը այս խոսքն է, որ ամեն մի բառ ու տառը բռնես ու սարքվես ու կառուցվես, որտեղ այսօր հոգին այստեղից խոսում է։ Եվ ստեղ աշակերտները գալով Հիսուսին ասին, Հիսուս ինչ ես առակներով խոսում, եւ նա նրանց բացատրեց, որովհետեւ ձեր համար բացված է, բայց ոչ բոլորի համար, դրա համար առակներով եմ խոսում։ Եվ նրանց ասաց լսեք սերմնացանի առակը եւ սկսեց մեկնաբանել Հիսուսը։ Իհարկե հոգին ինձ առաջնորդել է շատ բաներ կավելացրել եմ ես ավելի པարզ, գիտեք, ես միշտ փակագծերը բացում եմ, ավելի մատչելի ձևով տալիս եմ, որպեսզի ժողովուրդը հասկանա խորհուրդը։ Դա Սուրբ Հոգու շնորհքն է, եկեք ասենք ամեն։ Ստեղ բացատրեց առաջի տարբերակը, ուրեմն առաջինը սերմը, որ ընկնում է ճանապարհի եզրին, սա ճանապարհի եզրը քո սրտի վիճակն է, քո սիրտը, ինչպիսին է սիրտդ, հա, լսում ես արքա, կան մարդիկ, որ խոսքը ցանում ենք, լսում են Աստծո արքայության լուրը, բայց չեն հասկանում, չարը գալիս է, նրանց մեջից գողանում, վերջացավ, այս տեսակ մարդիկ ովքեր են, ինչ տեսակ սիրտա, որ չեն լսում Աստծո խոսքը, սրանք կարծացած սրտերն են, սրանք են մարդիկ են, որ իրենց ուժերի վրա, իրենց կարողության վրա են հաստատված, Աստծո խոսքը մի տեսակ, խաչի գործը իրանց համար հիմարություն կարծես թվա, թույլ տվեք ասեմ, սրանք ավելի սիրում են աշխարհի ստությունը, քան Աստծո ճշմարտությունը։ Սրանք են մարդիկ են, որ գրված է մեկ ուրիշ տեղ, ասում է լույսը եկավ աշխարհ, մարդիկ մերժեցին լույսը, խավարը ընտրեցին, որտեվ խավարի մեջ իրանց մեղքերը, կեղտոտ գործերը չի երևում, բայց եթե լույսը վառում ես, ամեն բան արդեն երևում է, լույսը եթե եկավ, այդ քո խավարը տակն ու վրա է անելու, այդ կեղտերը ամբողջ հանելու է, մաքրելու է, որպեսզի քեզ սրբացնի։ Կարանք ասենք ամեն, լսում եք ինձ հետ եք ժողովուրդ։ Երկրորդ տարբերակը նա է, որ սերմը ընկնում է քարքարոտ վայր։ Սա այն սրտի վիճակն է, քարքարոտ վայր, այն սրտի վիճակն է, որ հենց Աստծո խոսքը լսում են, իսկույն ուրախանում են, ոգևորվում են։ Դու տես ես ոնց եմ Աստծո մեջ աչելու։ Դու տես հովիվ ջան կարամ ծառայեմ։ Գիտեք ինչքան է 10 տարվա մեջ ինձի բոլորն ան որ եկի ասlen ուզում եմ ծառայեմ, դրանք հենց գնացել են։ Ուզում եմ ծառայեմ, ուզում եմ աճեմ, ուզում եմ դաժե քալեջ գնամ աստվածաբանության։ Հովիվ ջան, ուզում եմ սենց ծառայեմ, մեծ ծառա դառնամ ես եկեղեցում։ Սրանք դրանք են։ Են որ մեծ խոսում են, ոգևորվել են, իրանց զգացմունքները սաղ տակնու վրա է եղել, սենց կյանքում առաջի անգամ մի հատ սրբություն են ճաշակել, բայց ցավոք սրտի, քանի որ արմատ չունեն, հողը մակերեսային է լցված, չկա տակը, բավարար հող, սա սրտի վիճակը, բուսնում է, ինչա կատարվում, հանկարծ, նեղություն է գալի ու հալածանք, միտեղ նստած ալնում ու ասում են,
դու էլ ես դարել են աղոթող հավատացյալներից, ահա, հալածանք, բա ոգևորվել էիր, ինչ եղավ քո հետ, լսեցիր էդ ինչ ասեց, արի նենց անենք չիմանան եկեղեցի են գնում, արի նենց անենք նեստեղ նստենք հանկարծ չնկատվեն, որ նկարեն էլ չտենան մենք տեղ ենք, եկեք իչքան կարանք, սենց չխոսանք Աստծո մասին կամ հավատքի մասին, վերջապես հեղինակությունը տա, ոնց կարան ասեն հավատացյալ ես դառը, անգրագետ, տագետ մարդիկ, եթե մենք քրիստոնյա ժողովուրդ ենք կոչում, արդեն մենք հավատացյալ ենք, չէ կոչվում, իչքան առավել ևս հրաշալի է, որ մենք հոգևոր կոչվենք, ամենամեծ պատիվը, ամենամեծ անունը, որ կարող ես դու կոչվել, եթե Աստված քեզ տենա հոգու մարդ ես, հոգևոր, Սուրբ Հոգու տաճար ես, որտեղ նա բնակվում է։ Եվ այս տեսակ մարդիկ, որտեղ հալածանք եկավ, սենց արդեն գայթակվում են, վայ, լավ, արի շաբաթը ամիսը մի անգամ գնանք եկեղեցի, համ հովիվին կգոհացնենք, համ էլ մեր հարազատներին, համ էլ ընկերները չեն իմանա, որ մենք հավատացյալ ենք։ Ծանոթ բան եմ խոսում։ Սենց մարդկանց երկար չեն տևում։ Հավատք, որը մղում է ժամանակավոր զգացմունքներից, հավատք, որը մղում է քո ոգևորվածությունից, հավատք, որը չի մղում սրտի վիճակից, ժամանակավոր է։ Երրորդ տարբերակը խոսեմ։ Փշերի մեջ ընկածը նա է, որոնք էլի սրտի վիճակ լսում են Աստծո խոսքը։ Բայց հոգսերն ու աշխարհի հարստությունը չի թույլ տալիս իրանց մեջ, որպիսի աճի այդ սերմը, պատուղ տա այդ սերմը, ինչ ալնում մնում են անպտուղ։ Որովհետև աշխարհում եթե կարան լավ աշխատեն ու հարստանան, կան Աստծո մեջ, գողություն մի արա, մի ստի, մի էս արա, մի են արա, ինչը որ սատանայի սկզբունքներն է, այ մարդ մեզ 1000 տարի պետքա, չէ որ մի կյանք ենք ապրում, աշխարհի լոզունգ եմ ես խոսում, չէ որ մի կյանք ենք ապրում, իրանք հա մի կյանք են ապրում, հանձինս ես Հավիտյան եմ ապրում, ինչու, որտեվ ես իմ ժամանակը չեմ դրես ունայն անցողի կյանքի վրա, ստեղծեմ, կորցնեմ իմ հոգին, ասում աշխարհը շահեմ, հետո կորցնեմ իմ հոգին, երբեք, ես այնքան իմաստուն եմ, ես ավելի կապվել եմ երկնքին, ես այս կյանքը կապրեմ իմ Աստծո առաջնորդությամբ, կվայելեմ, բայց միևնույն ժամանակ կժառանգեմ երկինք Աստծո թագավորությունը, որովհետև ինձ համար հավիտենական կյանքը ավելի բարձր արժեք ունի, քան ժամանակավոր ինչ 50, 60, 100 տարին, իհարկե ոչ, սա անխելք, անիմաստուն են, լավ սովորած ու լավ դիպլոմներ առած մարդիկ են, որ ընտրում են այս մի կյանքը լավ ապրեն։ Աստծո ժողովուրդ, սրանք են մարդիկ են այցելում են եկեղեցի, կերպարանքը ունեն, պտուղ չունեն, իրանց կյանքերը չի փոխվում, որտև պտուղ չունեն, վկայություն չունեն, որ կանգնեն ասեն ես եմ եղե ու ես եմ դառե, որտև Սուրբ Հոգին իրանց մեջ գործ չի անում, որտև լռեցել են Սուրբ Հոգու ձայնը։ Խոսեմ 4-րդ տարբերակի մասին, ինչը շատ խորը վերաբերվում է այսօրվա Պենտեկոստեի Սուրբ Հոգու զորությանը։ Այս 4-րդ տարբերակ այն պարարտ հողն է, սիրտ, որ բաց է լսելու Աստծո խոսքը, հա? Սրտի մի հատ վիճակ է, որ լսում է խոսքը ու հասկանում է խոսքը, ինչու որտեղ բաց է, ինքը բաց է Աստծո խորհուրդներին, դրա համար հասկանում է ինչ է այդ խոսքի խորհուրդը, իմաստությունը։ Եվ նա վերստին ծնվում է Սուրբ Հոգուց ու պտուղ է տալի, որովհետև խոնարհվում է ինչ Աստծո խոսքին, որ այսօր հենց խոսում եմ, եւ խոնարհվում է Աստծո այն մեղմ ձայնին, որ իր մեջից իրան կառուցում է։ Եվ ինչ ալնում 100-ա պատիկ, 60-ա պատիկ, այնտեղ ասում է 30-ա պատիկ պտուղա սկսում տալ։ Այս առակով գալիս ենք այն պարզ եզրակացության Աստծո ժողովուրդ ջան, որ առանց Սուրբ Հոգու ոչ վերստին ծնունդ կա, ոչ առաջնորդվել կա, ոչ հանդիմանվել, ոչ մխիթարվել, ոչինչ չկա։ Սուրբ
հոգին է, որ շինում է, կառուցում է իր տունը։ Ամեն։ Եթե կա աստվածապաշտություն առանց Սուրբ Հոգու, թույլ տվեք ձեզ պարզ ասեմ, որ դա ընդամենը կերպարանք է, դա կեղծ է, դա կրոն է, Աստծո ժողովուրդ ջան, ինչպես մարմինը առանց հոգու մեռած է, սա ես եմ ասում, եկեղեցին առանց Սուրբ Հոգու մեռած է, այդտեղ ընդամենը հավաքույթա չկա փոփոխություն, չկա կյանք, չկա աճ, չկա զորություն։ Ես ուզում եմ ձեռքեր տեսնեմ, քանիսիդ կյանքն է Աստված փոխել։ Փառք Հիսուս, քանիսիդ կյանքն է Աստված փոխել։ Իրականում, ինչ եկեղեցի եք գալի Աստծո հետ քայլում եք, քանիսիդ կյանքն է Աստված փոխել։ Փառք Հիսուսին։ Չի կարա քո կյանքը չփոխվի, եթե դու Սուրբ Հոգու տաճար ես։ Եթե դու հպվել ես Աստծուց, չի կարա քո կյանքը չփոխի։ Ես չեմ խոսում կարգավիճակներ, կարա հիվանդնես, կարաս հարցակում, այս սրանք չեմ խոսում։ Ես խոսում եմ ներքուստ քո սիրտը փոխվի, քո միտքը փոխվի, քո կյանքն ու քո գործերը փոխվի։ Գիտեք, Հիսուսը անցնում էր, տեսավ թզենու ծառը։ Եվ այդ թզենու ծառը հերվանց այնքան գեղեցիկ էր, ուներ վրան տերևներ, սենց կերպարանքը սիրուն, եւ մոտեցավ այդ թզենուց, որ թուզ ուտի։ Եվ պատկերացեք, տերևները մեկ կողմ է քաշում, նայում է, ոչ մի պտուղ չկա։ Ոչ մի պտուղ չկա այդ թզենու ծառի վրա, եւ ինչ անում, անիծում է, ասում է անիծված լինես, անիծվում է այդ ծառը, թորանում է այդ ծառը։ Այսօր չլինենք այդ թզենու ծառի պես, որ դրսևանց ունենանք այդ կանանչ տերևները, բայց ներսևանց պտուղ չլինի, որ մի անգամից կարաս պորտկաս ու հայհոյես, կարաս մեկին ընես ջարդես, որ դու ոգևորվես ու հանգստանաս։ Դա Սուրբ Հոգու մարդ չի կարա լինի։ Եթե դու դիմացինիդ քեզնից բարձր չես տենում, որ հոգ տանես դիմացինիդ զգացմունքների կամ դիմացինիդ որպես մարդ Աստծո կերպարով ստեղծածի վրա քո մեջ մի բան տեղում չի։ Դու կամ լռեցել ես Սուրբ Հոգուն, կամ էլ ընդհանրապես չես էլ լսում Սուրբ Հոգուն, որովհետև Աստծո մարդը, որ Սուրբ Հոգու տաճարը, իր ամեն քայլը գցելուց առաջ մի հատ տալի առնում է, հաշվում է, չափում ու ձևում անորակցում, որ հանկարծ այդ գցած քայլը հանկարծ չջարդի դիմացինին, այդ գցած քայլը հանկարծ իրա վրա չբերի անեծք։ Գիտեք, մարդիկ շատ անգամ մնում են իրանց նույն տեղում, վատ տեղում, որովհետև Սուրբ Հոգուն չեն հնազանդվում։ Մի հատ ակնթարթ է, եթե այդ պահին դու հնազանդվես Սուրբ Հոգուն, քո կյանքը փոխվելու է։ Մի հատ խոնարհություն է պահանջում, քո կյանքը փոխվելու է։ Առանց Սուրբ Հոգու ապրել չի կարելի, Աստծո ժողովուրդ։ Առանց Սուրբ Հոգու անկարելի է, առանց Սուրբ Հոգու հոգևոր կյանքը կամ ծառայությունը, թույլ տվեք ասեմ, չոր անզոր մի հատ կրոնի կվերածվի, կրոն կդառնա քո համար։ Ritual, գնամ, ոնց գնամ մոմս վառեմ տուն գամ, էս է գնամ մի հատ աղոտ կանեմ, մի հատ խոսքը լսեմ, մի քիչ իրա խոսացած այդ խոսքը մի տեսակ հանգստացնում ինձ, գնամ լսեմ տուն գամ։ Այո, Հիսուս ասեց եկեք ինձ հոգնածներ, բեռնավորվածներ, բայց չասեց եկեք ամեն անգամ բեռը թողեք, հետո գնացեք, բեռ հավաքեք, էլի եկեք թողեք, ու էլ մի առեք, հետ մի տարեք, ոչ էլ հավաքեք, առեք իրա թեթև լուծը, որ ասում է իմ բեռը թեթև է։ Էսի մենակ ճաշակողները կարան ասեն ամեն։ Սուրբ Հոգին է էական օգնականը, ով կենթանացնում է այս գիրքը, Սուրբ գրությունները, համոզում է մեր սրտերին խոնարհվենք իր խոսքին, թե լսելով, թե ընթերցելով, հա։ Սուրբ Հոգին է վերափոխում մեր սիրտը, Սուրբ Հոգին է մեր մեջից պտուղ տալիս։ Ամեն ալեք, ամեն։ Ալեքս ավելի ոգևորված է լսում քարոզը։ Լսեք Զաքարիայի խոսքերը, Մարգարեն Զաքարիա 4:6 համարում ասում է Տերը ասաց, այս խոսքերը, ոչ թե զորությամբ, ոչ էլ ուժով, այլ իմ հոգով, ասում է զորքերի Տերը, առանց Աստծո Սուրբ Հոգու։ Ոչ մի բան չի կարող քո կյանքում փոխել, ոչինչ չի կարող քո կյանքում փոխել։ Դու կարող ես
Ժողովուրդ, ձեր հետ եմ խոսում։ Դուք կարող եք ստեղից թողեք, գնաք ուրիշ եկեղեցի մտածելով այնտեղ ավելի հզոր քարոզներ են տալի, ինձ կփոխվեմ։ Խոստանում եմ ձեզ, խնդիրը քարոզից չի, խնդիրը խոսքը չի, խնդիրը դու ես։ Քո սրտի վիճակն է, որովհետև քո սիրտը եթե բաց է Աստծո խոսքին, այսօրվա խոսքը մեծ ազդեցություն կունենա քո վրա, որովհետև Սուրբ Հոգին կառնի այս խոսքը, քո մեջ penetrate կանի, քո մեջ ծիլ կտա եւ քեզի կսարքի մի հատ ազդեցիկ մարդ, որ ուր ոտդ կդնես այդ ապաշխարություններ կնի, ինչպես Պետրոսն էր անում, որ ուր ոտդ կդնես մարդիկ կասեն խոսա էլի Աստծո մասին, ուզում ենք լսենք, որ ուր ոտդ կդնես մարդիկ քո մեջ խաղաղություն կգտնեն։ Աստծո ժողովուրդը պետք է դառնան ազդեցիկ ժողովուրդ, ոչ թե գնալու եկեղեցուց եկեղեցի փչացնելու, այլ գնալու եկեղեցի աճելու, մասնիկը դառնալու, կապնելու, այն Հիսուսի վրա տնկվելու որպես ճյուղ պտուղ տալու։ Եկեք կպնենք Հիսուսին, Աստծո ժողովուրդ ջան։ Գիտեք, առաջի անգամ երբ որ եկեղեցուց ելանք, մեզ թվաց որ գնանք մի հատ ուրիշ տեղ, այնտեղ ավելի լավ ոգևորվելու ենք, ավելի կաճենք, ավելի վատացավ մեր վիճակը։ Այդտեղ էլ տեսանք բան չի ստացում, գնացինք երրորդ եկեղեցին, սա խոսում եմ լրիվ էքսպերիենսից, գնացինք երրորդ եկեղեցին, ավելի փչացավ մեր վիճակը, այս անգամ հիասթափություն, վախեր, ավելի շատ բաներ մեր վրա եկավ, հասկացա մի բան, ես ինչու գնացի իմ առաջի հովիվին ու ասի ներողություն եմ ասում, որտեվ ես այդտեղ աճում էի, ինչու ընկա սրա նրա խելքին ու հելա գնացի ինձ թվալով, որ ավելի լավ զորավոր տեղ եմ գնում Աստծուն հանդիպելու, Աստված այդ տան մեջ էր, Աստված այնտեղ գործում էր, Աստված իմ սրտի հետ գործ էր անում, այ դրա համար մենք շատ զգուշ ենք, որ այնտեղ որտեղ հոգին գործում է, մնանք ու թույլ տանք թող հանդիմանի մեզ։ Գիտեք, եթե դու ասում ես քարոզը իմ համար էր, ինձ էր հասկացնում, կներեք էլի, մինչև ձեզ հասկացնելը ինձ է հասկացնում։ Եվ ես ուրախ եմ ինձ է հասկացնում, որտեղ Աստծո խոսքը ասում է, ում հանդիմանում եմ, ուրեմն սիրում եմ։ Ուրեմն ես այդ խորը խոսքերն եմ առնում, ոչ թե իմ զգացմունքներին եմ տեղ տալի։ Եթե ինձ հանդիմանելա, որ ես սխալ կերպով եմ եկել այստեղ, փառք Հիսուսին, ուրեմն պիտի ուղղեմ ես այդ տեղը իմ։ Դա իմ բժշկության, իմ ազատագրման համար է, ոչ թե ինձ վիրավորելու համար է։ Այս վերջերս հավատացյալները այնքան վիրավորվող են։ Վախենալու է։ Մենք իրավունք չունենք վիրավորվենք։ Հիսուս ոչ մեկի ծաղրանքից, վիրավորանքից, որևէ մեկի հայհոյանք ու անեծքներից չէր վիրավորվում։ Հիսուս իր տեղում կանգնած, ոչ մի բան իրան տեղից չէր շարժում։ Պիտի նմանվենք իրան, որ ինչ կխոսան, ինչ կանեն, ձեր հարազատ կլինեն ընկերներ, վայ հավատքի եք մտեց, մի շարժվեք ձեր տեղից, մնացեք ձեր տեղում։ Ամեն քամուց մի քշվեք, մնացեք ձեր տեղում։ Իսկ որոնք են, որ քամուց չեն քշվում, նրանք ում տունը կառուցված է ժայռի վրա։ Եթե քո տունը, խոսում եմ հավատքդ կառուցված է հողի վրա, քամինել, խոսքնել, փոթորիկնել, ծովնել, սա քեզ կքշեն, այս կողմից են կողմ, այն կողմից են կողմ, բայց եթե դու կառուցված ես ժայռի վրա, քո հիմքը ժայռա, թող փոթորիկ գա, թող անձրևներ գան, թող քամիներ գան, թող խոսքերը գան, քարերը գան, ես մնում եմ իմ տեղում, որովհետև Հիսուս ինձ իրա վրա է կառուցել, որովհետև Հիսուս ինձ իրա վրա է տնկել, եւ ես Հիսուսի վրա տնկված ճյուղ պտուղ եմ տալիս։ Սուրբ Հոգու գործը դա է, Սուրբ Հոգու նպատակը, Սուրբ Հոգու կամքը նա է, որ ամեն մեկս հաստատվենք իրա վրա, որ ամեն մեկս իսկապես դառնանք Քրիստոսի մարմնի մասնիկ, կապնենք իրար բարձրացնենք, իրար պաշտպանենք, իրար հետ քայլենք, պաշտպանելի նկատի ունեմ, երբ որ մեզ եկեղեցու, ես խոսում եմ եկեղեցի ոչ թե միայն այս, Քրիստոսի մարմնի մասին մեկը բերանցուր կբացի, տեղը ցույց տանք, որ դու Քրիստոսին ես դիպչում, երբ որ մարմնին ես կպնում։ Գիտեք, ստեղ այսքանս ենք հավաքված։ Մի փողոց ենք մեկ ուրիշ, էլի Քրիստոսի մարմինն է, մեկ ուրիշ փողոցներում էլի Քրիստոսի մենք սաղս միասնական կազմում ենք Տիրոջ մարմինը։
Ինչու են այսքան բաժանումները, ինչու են այսքան կռիվները եկեղեցիների մեջ, որովհետև դեռ մարմնավոր են, չկա Սուրբ Հոգու ազդեցությունը իրանց կյանքում։ Դրա համար իրանց ազդեցությունը փչացնող է, ոչ թե կառուցող։ Եթե մենք Սուրբ Հոգու ազդեցության տակ ենք, մենք միշտ կառուցելու ենք։ Մենք սարքվելու ենք, մենք խոնարհվելու ենք հանդիմանությանը։ Նայեք, Պողոս առաքյալը ինչ է ասում, շատ խիստ ձևի, շատ սիրուն ձևի, տիպուկ տեղը տալիս է։ Պողոս խես մի այսքան խիստ խոսում, խիստ չի խոսում, ճշմարտությունն է խոսում, կարող ենք մենք զանազանել դա։ Հռոմեացիս 8:9, բայց դուք մարմնին չեք հետևում, այլ հոգուն։ Իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Պարզ, ամեն մարդ պիտի քննվի իրանից, քննիր անձդ, Տիրոջ հոգին իմ մեջ է, Տիրոջ խոսքը իմ համար արժեք ունի, Տիրոջ հանդիմանությանը ես ուզում եմ անձս խոնարեցնեմ։ Գիտեք, ոչ մեկս Հիսուսից առավել չենք, գրած ասма Հիսուս իր անձը խոնարեցնում էր երկրի վրա, այսօր մենք պետք է սովորենք մեր անձերը խոնարեցնել Տիրոջ առաջ։ Աստծո ժողովուրդ, Կորինթացիներին առաջի գլուխ 3:16-ում այս խոսքերն ասում առաքյալը։ Պողոս ասում է, դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Սա շատ լուրջ հայտարարություն է, լուրջ խոսքեր Աստծո կողմից։ Եթե մենք այսօր մենք Աստծո տաճար ենք, բայց դեռ մեղքի մեջ ենք ապրում եւ մեղքն ենք փայփայում, մեղքը ո՞րն է։ Մեղքը նա է, որ մենք անում ենք այն ինչ թշնամունն է, մի քիչ կասկածելի է մեր տաճար կոչվելը, որովհետեւ եթե մենք Աստծո տաճար ենք, մենք հոգով ենք առաջնորդվում ամեն բան անում։ Եթե մենք Աստծո թագավորությունը կրող անձեր ենք մեր մեջ, ո՞րն է Աստծո թագավորությունը։ Հեզություն, խոնարհություն, սեր, ներել, ողորմել, բոլոր Աստծո սուրբ պտուղներն է մեր մեջ, որ բնակվում է։ Մենք պիտի այդ թագավորությունը կրող, այդ Սուրբ Հոգու ներկայությունը կրող տաճարները լինենք քայլող, քանիսս ենք այդպես։ Սուրբ Հոգին ինքն է մեզ տալի համարձակություն, որ մենք մինչև վերջ ավարտին հասցնենք Աստծո արքայության ավետարանի ուղերձը։ Սուրբ Հոգուն պիտի հնազանդվելով մենք առաջնորդվենք ամեն ժամանակ։ Գիտեք, մենք չպետք է, այսօր խոսում եմ ես եկեղեցու հետ, մենք չպետք է ապավինենք մեր բանականությանը կամ մեր հասկացողությանը։ Մենք պետք է լիովին մեր կամքը խոնարեցնենք Սուրբ Հոգու կամքին, Աստծո կամքին, որ Տեր ոչ թե իմ, այլ քո։ Գիտեք, բաներ ենք խնդրել ու գցել այս բաքսի մեջ, ամենագեղեցիկ աղոթքը գիտես որն է, Հայրս, այս տվյալ իրավիճակի մեջ քո կամքն եմ խնդրում։ Կամքը միգուցե մեր ուզածը չլինի, բայց խոստանում եմ ձեզ, իր կամքը կատարյալ է։ Երկրորդ Կորինթացիս 3:5 համար ասում է, ոչ թե որ մենք ինքներս ենք ընդունակ մի բան մտորելու, սա այնա, որ մենք մեր բանականությանը չվստահենք կամ մեր դիպլոմներին կամ մեր խելացիությանը, երբեք մարմնավոր այստեղի դիպլոմներն ու խելացիությունը Աստծո թագավորության մեջ ոչ մի բան է, որտեվ ասում եմ, առնում եմ տգետին ու բարձրացնում եմ դրանց, այն որ բան չգիտի, ոչ մի բան, ոչ սովորած, ոչ ավարտած առնելու եմ ու դրանց Աստծո թագավորության իմաստությունով լցնեմ, որ ամանչացնեմ բոլոր նրանք, ովքեր իրանցից մի բան են կարծում։ Դրա համար եմ ասում, փիլիսոփայություններ ես, բաներ ես, աշխարհի խելացի խոսքեր, արտահայտություն, սրանք չի գործում Աստծո թագավորության մեջ, Աստծո իմաստությամբ։ Եվ շարունակում ասում ենք ընդունակ մի կներեք, ուզում եմ սկզբից ընթերցել։ Ոչ թե որ մենք ինքներս
ենք ընդունակ մի բան մտորելու, այլ որ մեր ընդունակ լինելը Աստծուց է, որ մեզ ընդունակ դարձրեց ծառաները լինելու նոր ուխտի, ոչ թե գրի, այլ հոգու, որովհետև գիրը սպանում է, իսկ հոգին կենթանացնում է։ Մարդիկ կան, ես գիտեմ, որ շատ ավարտած սովորած ընթերցել են Աստվածաշունչը եւ կարող են շատ արագ Աստվածաշնչից մեջ բերումներ անել։ Գիրը մենակ սովորես քեզ կսպանի։ Գիրը ու հոգին, Սուրբ հոգին իրար հետ են գործում մեր մեջ։ Այս գիրը կենթանացնողը մեր կյանքում թույլ տվեք սենց ասեմ, մարմին հագցնող, այսինքն շոշափելի մեր կյանքում սարքողը Սուրբ Հոգին է։ Ես գիրքը ողջ աշխարհը կարդում եմ, գիրքը կարող ես կարդալ, սովորել, անգիր իմանալ ու